Սաղմոս 6 Նեղության ատեն օգնության աղոթք Սաղմոս Դավիթի Ով Տեր, քու սրտմտությունովը զիս մի համբիմաներ և քու բարկությունովը զիս մի խրատեր։ Ով Տեր ողորմե ինձի, վասնզի տկար եմ ես։ Զիս բժշկե ով Տեր, վասնզի ոսկորներս կսարսափին։ Իմ անձս ալխիս սարսափեցավ, և դուն, ով Տեր, մինչև երբ։ Դարձիր, ով Տեր, փրկե իմ անձս, քու ողորմությանդ համար զիս ազատե, վասնզի մահվան մեջ քեզ հիշատակել չկա, գերեզմանին մեջ ով քեզի շնորհակալություն պիտի հայտնե։ Հառաչանք կնելեն հոգնեցայ, ամեն գիշեր կլվամ իմ անկողինս, արցունքներովս կթռչեմ իմ մահիճս, իմ աչքս մաշվեցավ տրտմություն է, իմ բոլոր թշնամիներուս պատճառով հինցավ։ Ինձ մե ետ կեցեք ամենքը տալ, որ անօրինեություն կգործեք, վասնզի Տեր իմ լալուս ձայնը լսեց, Տեր իմ աղոթքս լսեց, Տեր իմ խնդրվածքս պիտի ընդունի։ Թող ամչնան ու խիս զարհուրին իմ բոլոր թշնամիներս, ետ թող դառնան ու շուտով ամչնան։ Սաղմոս 7 Աղոթք արդարության համար, Դավիթ երգեց Քուշի խոսքերու համար։ Ով իմ Տեր Աստված, քեզի գուսամ, փրկես իս իմ բոլոր հալածիչներես ու ազատես իս։ Չլա որ առյուծի պես իմ անձս գիշատե ու պատառե և ազատողմը չլայ։ Ով իմ Տեր Աստված, եթե այս բանը ըրի, կամ եթե իմ ձեռքերուս մեջ անօրինեություն կա, եթե բարեկամիս չարություն ըրի ու կողոպտեցի զանիկա, որ առանց պատճառի իմ թշնամիս էր, թող թշնամին հալածե իմ անձս ու հասնի անոր, ու երկրի վրա կող կրտե իմ կյանքս, և իմ փառքս հողի վրա բնակեցնե, Սելա։ Ելիր, ով Տեր, քու բարկությունովդ, իմ թշնամիներուս կատաղություններուն դեմ բարձր եղիր։ Արթնացիր, ով Աստված, դուն սահմանած ես դատաստանմը, և ժողովուրդներուն ժողովը քու չորս կողմդ պիտի պատե։ Անոնց վրա բարձրացիր, Տերը պիտի դատե ժողովուրդները։ Ով Տեր, իմ դատաստանս տես, իմ ունեցած անարատությանս ու անմեղությանս նայելով։ Ամբարիշտերուն չարությունը թող հատնի, բայց դուն արդարը հաստատե, վասնզի դուն, ով արդար Աստված, կքննես սրտերը ու երիկամունքները։ Իմ պաշտպանությունս Աստծմե, որ կապրեցնե սրտով ուղիղները։ Աստված արդարը դատավոր է, ու Աստված մեղավորի վրա ամեն օր բարկացած է։ Եթե անիկա չդառնա, իր սուրը պիտի սրե, աղեղը լարելու պատրաստել է, ու մահու գործիքները անոր համար պատրաստել է, իր նետերը հալածիչներու համար շինել է։ Ահա անօրինեության երկունքը բռնեց զանիկա, չարություն հղիացավ ու ստություն ծնավ, հոր փորեց ու խորընցուց, բայց իր շինած փոսին մեջ ինքը պիտի իռնայ։ Անոր չարությունը իր գլուխը պիտի դառնա, ու անոր բռնությունը իր գագաթի վրա պիտի իջնի։ Գոհություն պիտի մատուցանեմ Տերոջը իր արդարության համար, սաղմոս պիտի երգեմ Բարձյալ Տերոջ անվանը։ Սաղմոս 8 Աստծոյ փառքը և մարդուն արժանիքը, Սաղմոս Դավիթի։ Ով Տեր, մեր Տեր, ինչ փառավոր է քու անունդ բոլոր երկրի վրա։
որ քո փառքդ երկինքներեն վեր դրիր, մանկանց ու կատնակեր տղոց բերանով գովություն կատարեցիր քու թշնամիներուդ համար, որպեսզի թշնամին ու վրեժխնդիրը լռեցնես, երբ տեսնեմ երկինքը քու մատերուդ գործը, լուսին ու աստղերը, որոնք դուն հաստատեցիր, մարդը ինչ է, որ զանիկա գիշես, կամ մարդու որդին, որ անոր այցելություն կնես, քիչ մը վարր իր զանիկա ռեշտագներեն, փառքով ու պատվով պսակեցիր զանիկա, քու ձեռքերուդ գործերուն վրա իշխան դրիր զանիկա, ամեն բան անոր ոտքին տակ դրիր, բոլոր ոչխարները ու արջարները, նաև վայրենի անասունները, երկնքի թռչունները ու ծովուն ձուկերը, և ինչ որ ծովու ճամփաներուն մեջ կպտտի, ով Տեր, մեր Տեր, ինչ փառավոր է քու անունդ բոլոր երկրի վրա։ Սաղմոս 9-րդ Շնորհակալություն Աստծոյ արդարության համար։ Սաղմոս Դավիթի։ Գոհություն պիտի մատուցանեմ Տերոջ իմ բոլոր սրտովս, քու բոլոր սքանչելիքներդ պիտի պատմեմ, քեզմով ուրախ պիտի լամուցնծամ, քու անվանդ սաղմոս պիտի երգեմ, ով բարձրյալ, թշնամիներս ետ դառնալու ատենին քու երեսեդ պիտի ինան ու կորսվին, վասնզի դատաստանս և իրավունքս դուն տեսար, աթորին վրա նստար իբրև արդարության դատավոր, հեթանոսները հանդիմանեցիր, ամբարիշտները կորսնցուցիր, անոնց անունները ջնջեցիր հավիտյանս հավիտենից, թշնամին ավերմունքները բոլորովին վերջացան, քաղաքները ավրեցիր, անոնց հիշատակը իրենց հետ կորսվեցավ, բայց Տերը հավիտյան պիտի մնա, անիկա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար, ինքը պիտի դատե աշխարհը արդարությունով, ժողովուրդներուն դատաստան պիտի ընե ուղղությունով, տնանկին ալ ապավեն պիտի ըլլա Տերը, ապավեն նեղության ժամանակները, անոնք որ քու անունդ գիտեն, քեզ պիտի ուսան, վասնզի քեզ փնտրողները ով Տեր, երես է չձգեցիր, սաղմոս երգեցեք Տերոջը, որ Սիոնը կբնակի, ժողովուրդներուն մեջ պատմեցեք անօրացները, վասնզի այրան վրեժխնդիրը հիշեց զանոնք, չմոռացավ նեղյալներուն աղաղակը, ով Տեր, որ մե ինձի, տես իմ թշնամիներս կրած նեղությունս, դուն որ զիս մահվան դռներեն կվերցնես, որպեսի քու բոլոր օրհնություններդ պատմեմ Սիոնի աղջկա դռներուն մեջ, պիտի ցնծամ քու փրկությունովդ, հեթանոսները իրենց շինած փոսին մեջ ընկղվեցան, իրենց գաղթուկ լարած որոգայթին մեջ իրենց ոտքը բռնվեցավ, Տերը ճանչծված է, վասնզի դատաստանըրավ, ամբարիշտը իր ձեռքին գործերովը որոգայթ կինա, հեկկայոն սելլա, ամբարիշտները դժողքը պիտի դառնան, և այն բոլոր ազգերը, որոնք Աստված կմոռնան, քանզի աղքատը պիտի չմոռացվի մինչև վերջ, տնանկներուն հույսը հավիտյան պիտի չկորսվի, ելիր, ով Տեր, մարդը թող չզորանա, թող հեթանոսները դատվին քու առջևը, ով Տեր, զանոնք վախցուր, թող հեթանոսները գիտենան, թե իրենք մարդ են
Սելլա Սաղմոս 10 Աղոթքը արդարության համար Ով Տեր, ինչու հեռու կգենաս, նեղության ժամանակները կծածկվիս, ամբարիշտին ամբարտավանության պատճառով աղքատը կտոչորի, իրենց խորած հնարներուն մեջ իրենք թող բռնվին, վասնզի ամբարիշտը իր անձին ցանկությունովը կպարծենա և ագահը իր անձին երանի կուտայ, բայց կանարգե Տերը, ամբարիշտը իր երեսին ամբարտավանության համար Աստված չի փնտրեր, անոր մտքին մեջ բոլորովին Աստված չկա, ամեն ժամանակ անոր ճամփաները պինդ են, քու դատաստաններդ անոր առջև բարձր են, անիկա իր բոլոր թշնամիներու վրա կփչե, իր սրտին մեջ ըսավ թե պիտի չսասանիմ, վասնզի ազգե մինչև ազգ նեղության մեջ պիտի չլամ, անոր բերանը անեծքով ու նենգություններով ու հարստահարություններով լեցուն է, անիրավությունը ու անօրինեությունը անոր լեզվին տակ են, գյուղերուն դարանի տեղերը կնստի, գաղտուկ տեղերու մեջ անմեղը կսպանե, անոր աչքերը ծածկաբար տնանքներուն կնային, գաղտուկ տեղերը դարանամուտ կլայ, ինչպես առյուծը իր որջին մեջ, դարանակալ կնստի, աղքատը հափշտակելու համար, աղքատը կհափշտակե իր որոգայթը ձգելով զանիկա, կսկտած կպարկի և տնանքները անոր ճանկերու տակ կինան, իր սրտին մեջ ըսավ թե Աստված մորցել է, ու իր երեսը ծածկել է, որպեսզի բնավ չտեսնե, ելիր, ով Տեր, ով Աստված, ձեռքդ վեր վերցուր, մի մոռնար նեղյալները, ինչու համար ամբարիշտը Աստված կանարգե, իր սրտին մեջ ըսավ թե պիտի չքննես, դուն տեսար, վասնզի ցավին ու նեղությանը կնայիս, քու ձեռքովդ փոխարենը հատուցելու համար, աղքատը ինքսինք քեզի կհանձնե, որփին օգնականը դուն ես, ամբարիշտին բազու կկոտրե ու չարին անօրինեությունը փնտրե մինչև որ ալ չգտնես, Տերը Հավիտյանս Հավիտենից թագավոր է, հեթանոսները կորսված են անոր երկրեն, տնանքներուն ցանկությունը լսեցիր, ով Տեր, անոնց սրտերը պիտի հաստատես ու քո ականջդ պիտի խոնարեցնես, որփին ու տնանքին դատաստանը տեսնելու, որպեսզի երկրի մարդն ալ զանոնք չվախեցնե,